Նախկինում մենք ունեցել ենք այդ պրակտիկան, երևի դուք լսեցիք զեկուցման ժամանակ, եւ 2007 թվականին եւ 2010 թվականին մենք նմանատիպ համաձայնություններ տվել ենք եւ համապատասխանաբար 30 միլիոն, շուրջ 30 միլիոն, դրանից հետո 10 թվականին շուրջ 100 միլիոն դոլարի վարկեր է վերցրել կոնցեսիոները եւ ասեմ, որ կոնցեսիոների թիմը, Էռնեկյանի թիմը այստեղ բավականին պարտաճանաչ աշխատանքներ տարել են, վարկերն են ժամանակին վճարվել, իրենց տոկոսադրույքներն են ամբողջն ժամանակին վճարվել են եւ դրանով հերթական վստահությունն է ստեղծում, որպեսզի այս նոր մինչև 160 միլիոնի պայմանագիրը Բայց այս նոր պայմանագրի ճիշտ կեսը 80 միլիոն ինքը ուղղելու է նախորդ վարկերի մարմանը, չէ։ 80 միլիոն եթե ներդրում է անելու, մնացած 80 միլիոնին չէ, սպասեք ասեմ, էլի մենք ասած մինչև 160 միլիոնի մասին է խոսքը, բայց ինքը հիմա վերցնում է 135 միլիոնի կարգի գումար, որից 52 միլիոնն է ուղղում նախորդ վարկերի, այսինքն ինքը ամբողջությամբ այդ նախորդ վարկերը, որոնք ինքը ունեցել է վերցրած, եւ պետք է մարել մինչեւ 2023 թվականը, հիմա ամբողջությամբ մարում է, այսինքն մենք ինքը ունենում է մեկ գործընկեր, հանձինս Credit Suisse բանկի։ Իսկ մնացած 80 միլիոնը, որը շատ կարևոր հանգամանք է եւ պետք է մենք ուշադիր լինենք այս հարցում, դա Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելն է։ Ինչ ներդրումների մասին է խոսքը։ Դուք երևի նկատեցիք, որ նախքան իմ զեկույցը կառավարությունում զեկուցեց Նարեկ Սարգսյանը, որը խոսքը վերաբերում էր արտաքին գործերի նախարարության նախկին շենքին, վերաբերում էր դպրոցի կառուցմանը, Էռնեկյանը նաեւ իր գյուղատնտեսության ոլորտում ուրեմն ներդրումների հետ կապված փոքր գումարների մասին է խոսքը դրանք, դպրոցը եւ գյուղատնտեսության ոլորտը շուրջ 78 միլիոնի, եթե չեմ սխալվում հիմա, դե հաշվարկները կանեն, իր դիվիդենդները ավելի հստակ բարձ կլինի նոր կարձանագրվի է թիվը հստակ, բայց այդ շրջակայքում է լինելու։ Այո։ Հիմա մի հարց եմ կներեք, այդ կառավարությունը երբ որ համաձայնությունն է տալիս, ենթադրենք ընկերությունը չի կարողանում վարկը մարել, կառավարությունը պետք է մարի։ Իմ եկեք ասեմ հարցը հետագա ընթացքը որտեղ եք տանում, ես ձեզ ասեմ։ Ինքը միևնույն է պետք է իր դիվիդենդները, իր բաժնեմասը վերցնել օդանավակայանից։ Այսինքն այն ներդրողը, որը հետագայում պետք է ներդրումներ կատարեր նույն հյուրանոցի, նույն մյուս ուղղությունների վրա։ Այսինքն միևնույն է ինքը պետք է ուներ վերցնելու իր բաժնեմասերը։ Հիմա ինքը այդ բաժնեմասերը վերցնելով հանդերձ, որ լրացուցիչ ռեսուրսներ են դրանք լինում, որ ինքը ներդրում է Հայաստանում։ Կարող Էռնեկյանը այս հարցը ընդհանրապես քննարկման առարկա չդարձնել եւ այդ գումարը վերցներ օդանավակայանի միջոցներից եւ դրանով ավարտվեր թեման։ Իմ հարցը դա չի, պարոն Մովսիսյան։ Ես հասկանում եմ։ Եթե ինքը վարկը չի կարողանում մարել, պետությունն է մարելու այդ վարկը։ Ոչ, այդպեսի բան չկա, պետությունը չի վարում։ Օդանավակայան գործունեության ընթացքում վարկատուն իրավունք է վերապահում իր հետ պայմանագիր կնքելու, որ կառավարի եւ ամբողջ արդեն վարկատուն է դառնում կառավարիչի փոխարեն որոշակի իրավունքների տերը, այսինքն իրավունքի փոխանակում կարող է լինել։ Բայց եթե ինքը չկարողացավ մարել, եթե չկարողանա, բայց եկեք դրա մասին, եթե չկարողանա, ապա ինքը կարող է նորից պայմանագիր կնքել կոնցեսիոների հետ, ասել արի դու կառավարի այդ միջոցները կամաց ինձ տուր։ Ոչ թե այնտեղ բանի հետ կապված բաժնետոմսեր առանձին օդանավականը։ Դե թողեք նախադասությունը վերջացնեմ ուրեմն։ Այո, օդանավականը կառավարի։ Ուրեմն խոսքը վերաբերում է, որ ինքը տարբեր ուղղություններով ֆինանսական հոսքեր ունի օդանավականը։ Այս դեպքում կառավարիչը դառնալու է բանկը, եթե չկարողանա։ Եվ այդ դեպքում ինքը կարող է կոնցեսիոներին տալ այդ կառավարումը շարունակել, կարող է եւ նայել այլ կազմակերպության տալ, բայց խոսքը վերաբերում է կառավարման իրավունքին։ Խոսքը չի վերաբերվում, որ պետությունը պետք է վճարի դրա դիմաց կամ այդ գույքը եւ մնացած անցնելու են որպես այո։ Չէ, պետությունը պարտավորություններ չի վերցնում, ինչպես Ինչը։ Դե սրանք ճանաչելու հետ կապված օրենսդրությամբ ինչպես ասացիք, սահմանված ընդհանցակարգ կա։ Պարոն Մովսիսյան, ես ուզում եմ հասկանալ։ Ոչ, կառավարությունը չի փակելու։ Եվ ես ձեզ մեկ ուրիշ բան ասեմ, օդանավականային գործունեությունը այսօր բավականին կազմակերպված թիմի ձեռքում է, եւ ես չեմ կիսում որևիցե մեկի հետ ռիսկայնություն կամ նույնիսկ սնանք ճանաչելու թեմա։ Նմանատիպ բան չեմ։ Ես ուզում եմ հասկանալ Հայաստանը կոնցեսիոն կառավարման է հանձնել գույքը եւ
ոչ օտար։ Բայց կոնցեսիոն ավելի պատկերավոր ասեմ, այդ օդանավականի բանակները Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Երբ է ավարտվում։ ինչ կարգից ավարի ուրեմն շինություններ այսօր 31 թվականին